Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, գիտեմ, որ այսօր կարող է մի փոքր արդեն զզվացրել եմ, բայց պետք է որոշակի ամփոփիչ եթեր անեի, առանց դրա չէր կարող, առավել ևս, որ որոշ տգետներ փորձում են դեռևս շարքել այս թեման, բայց նաև մի փոքր լրացուցիչ տեղեկատվություն էլ կներկայացնեմ, որպեսզի ըմբռնելի լինի բոլորիս, որովհետև կան նաև մարդիկ, ովքեր համաձայն չեն, բայց կարծիք հայտնելով են դա ասում եւ ոչ թե էշ կռիվ անելով ու մունաթով։ Բայց եկեք այսպես անենք, ուրեմն երկու մասի բաժանենք եթերը, մի հատվածը ավելի sense կամպակտ հատվածը անդրադառնանք երեկվա բաց նախաձեռնություն, բաց երկխոսություն նախաձեռնությանը, ինչպես անցավ ինչ եղավ, sense համապարփակ ձևով, հետո արդեն այսօրվա խոսույթներին, պատկերացումներին, մոտեցումներին, իրավիճակին, դրան նախորդող իրավիճակին եւ դրանից հետոին։ Խոսքը Մարմաշենի եկեղեցու քահանայի դրսևորած վարքագծի մասին էր, բայց դա եւ ոչ միայն նրա, ես ցես բանավոր կպատմեմ նաեւ մինչեւ եթեր մտնելուս բաները ու կանցնենք առաջ։ Հիմա ու դրանով երևի թե այս հարցը կփակենք, բայց եկեղեցիների վիճակի հետ կապված թեմաները շատ է լինելու արդեն, դա դառնում է օրացույցային աշխատանք, հատկապես մեր հասարակական կազմակերպության համար, որովհետև կիսատ պռատ բաներ անելը չեն մարսի։ Հիմի գամ սկզբից նախ թույլ տվեք անդրադառնալ, եթերն էլ կտեղադրեմ նաև YouTube-ում, այնպես որ խնդրում եմ կիսել եւ տարածել, ինչի համար շատ շնորհակալ կլինեմ, որպեսզի ավելի շատ մարդ հասկանա, իմանա եւ ավելի արդյունավետ գործեր անենք։ Բաց նախաձեռնությունը բաց երկխոսություն նախաձեռնությունը 3 կարելի է համարել կայացած, ինչի համար ես պարզապես երջանիկ եմ, որովհետեւ թերևս նման նախաձեռնություն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ էր լինում ու լարվածությունը մեծ էր, ինչ սպասել, ինչպես սպասել, ինչ կստացվի, թե չի ստացվի, սադրիչ ուղարկած եզոներ կլինեն, թե չեն լինի։ Մի խոսքով, ամեն դեպքում ամեն ինչին էինք պատրաստ, փառք Աստծո, որ կարծես դրական են արձագանքները, որովհետև նախ բնակիչների վերաբերմունքը, հետո բանից հետո, հանդիպումից հետո դրսում նրանց ասածները գումարած հենց վարչական շրջանի ղեկավարի մոտեցումը գնահատականը եւ ամենահետաքրքիրը վարչական շրջանի աշխատակազմի գնահատականը, ինչպիսին էր, սա շատ կարեւոր էր, որովհետև մարդիկ իրենց աշխատանքը վերջացրել են, բայց իրենց ղեկավարը ասում է, չէ, հələ տուն չեք գնում ենք sense մի հատ միջոցառման։ Եվ գիտեք, ահագին բան, ու շատ դրական էր, անգամ պատրաստակամություն հայտնվեց, որպեսզի շուշուտ անենք նման բաներ, եւ այսօրվա դրությամբ անկեղծ պիտի լինեմ, եկեղեցու թեմային հեսա կանդրադառնամ, բայց երկխոսությունը վերջացնեմ, անկեղծ պիտի լինեմ, ժողովուրդ ջան, այսօր հասարակական կազմակերպություններ կան, բնականաբար, որ հնարավոր է մեզանից շատ աշխատանք են անում, շատ լավ է դա, բայց այդ աշխատանքները մի քանի հոգով են անում ու ինքը շատ հրապարակային հանրային չի, իսկ այս տեսակ նախաձեռնությունը, այսօր շատ քիչ հկներ կամ անգամ կուսակցություններ կան, որ կարող են մի վարչական շրջանում կազմակերպել, որ օրինակ 50-ից ավել մարդ հավաքվի, այն էլ թեման վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպումը լինի։ Այսինքն առաջինը անել, որպեսզի մարդիկ տեսնեն ինչի մասին է խոսքը, շատ բարդ էր ինձ համար։
Ու այս իմաստով ես մինչև վերջին վարկյանը անհանգստացած եմ, ասում իսկ ինչ եթե ոչ ոք չկա։ Իսկ ինչ եթե սենց 1000 հարց է տալիս, հասկանում եք, բայց լավ անցավ, կարող ենք ասել, որ կայացած է։ Իհարկե ես որոշակի դիտարկումներ արել եմ, բաներ կար, որ կարելի է շտկել, բաներ կա կարելի է լավարկել արդեն հաջորդ անգամվա համար կամ անգամների ու այսպես շարունակ։ Իսկ ընդհանուր առմամբ խնդրեմ բնակիչներից, ովքեր որ դիտել են, 3 բանով ուղիղ եթեր էի պահել Facebook-ով, բնական է, մի քիչ ձանձրալի կարա թվային մարդկանց համար, ովքեր տարածքից չեն, բայց հաշվետվությունը վստահաբար ողջ մալացիա վարչական շրջանը լսեց, թեկուզ էկրանների տեսքով, բայց մյուս անգամները կխնդրենք, որպեսզի ներկա լինեք անպայման, ու պիտի որ արձագանքեին, թե այդ ասածներից իսկապես որն է, որ բոլորը ունեն, լավ գնահատականի արժանի են, թե ոնց եւ այլն։ Ու կարծես թե ամեն ինչ նորմալ է, իհարկե մենք էլ որպես վերահսկող կառույց այդ հաշվետվություններից օրինակները վերցրեցինք մեզ մոտ, մեզ համար ստուգելու եւ արդեն դա ներքին մեր աշխատանքի համար։ Շատ լավ էր դա, շնորհակալություն կրկին թե Հայաստան կինոթատրոնի տնօրինությանը, թե Ռոմիկին Մխիթարյան եւ թե մեր բնակիչներին վստահելու համար, ակտիվ լինելու համար, գալու ժամանակ հատկացնելու գալու ու գիտեք, սա կարևոր քայլ էր շատ մեծ աշխատանքներից առաջ։ Իհարկե ժամանակ առ ժամանակ այս թեմային կանդրադառնանք, որովհետև կային հարցեր, որ կուզեի ավելի լավ ձևակերպվեին, ավելի թիրախային լինեին, բայց ոչինչ, մյուսները նայեցին արդեն, իմ կարծիքով դա էլ բնակիչներն էլ դա կդնեն իր տեղում։ Հիմա գանք Մարմաշենի թեմային։ Եվ ես շատ կուզեմ ժողովուրդ ջան, ինչու եմ շատ ուզում, որպեսզի սա տարածեք այս եթերը, որովհետև ես խնդիր եմ տեսնում, որ հավատացյալ համայնքը խիստ թիրախավորված է, տգետ, որոշակի շահախնդիր, որոշակի անաստված եկեղեցական ներկայացուցիչների կողմից։ Եվ ես կցանկանամ, քանի որ այնտեղ հենց Մարմաշենի բակում էլ իրավիճակ եղավ, որ հասկանալի դարձավ ինձ այդ խնդիրը, կցանկանամ այնքան տարածենք, որպեսզի նրանք մի հոգի գոնե ըմբռնի, շատ լավ է, ուրեմն դա մեծ հաղթանակ է։ Որովհետև ես խնդիր չեմ ունի։ Միակ բանը, որ իմ սրտի վրա ծանր է նստելու, ես անպայման վաղը կմտնեմ եկեղեցի առանձին վերսան, հենց մեր մոտ կմտնեմ եկեղեցի, չնայած մտքիս մեջ 1000 անգամ ասել եմ արդեն, բայց պիտի այցելեմ եկեղեցի, հենց այն հանգամանքներ, որ սադրիչ տերտերի գործողության արդյունքում ստացվեց այնպես, որ ես եկեղեցու բակում կեղտոտ բառ օգտագործեցի, բավարար չէ, կարող է հələ որ դեմիցս չտանեին, մի հատ նենց տայի, կիսվեին այդային մի խոսքով, էլի, ու լավ էր, որ դա տեղի չունեցավ, բայց քաշքշոց եղավ, բայց մի խոսքով տարավ, ու ինչ պիտի լիներ, այնպես չի որ, ամեն դեպքում անոնը ուրիշ բան կդառնար։ Հիմա, նախ ասեմ հավատացյալների թիրախավորումը, ոչ թե նրանք միայն այնքանով են թիրախավորված, որ իրենց ապատեկատվություն ուղեղները լվացվում է եւ այլն, այլ նաեւ ինչ իմաստով եմ ասում։ Հավատացյալները, ովքեր հաճախ գնում են եկեղեցի, նաեւ ունենում են ապաշխարության օրեր։ Եվ նրանք ամեն մարդ կարող է իր գործած մեղքը յուրովի ընկալել ու ընդհանուր միջև ընտանեկան թեմաներ կիսվել, որոնք հետո կարող են կոմպրոմատի նման օգտագործվել հենց այդ նույն մարդկանց դեմ, այն էլ այնպես, որ եթե հանկարծ նա դա բարձրաձայնի, շատ վատ կլինի։ Ու այնպես չի, նման դեպքերի մասին չկան հրապարակումներ կամ ահազանգեր, այնպես որ այս իմաստով եկեղեցին եկեղեցականների մի մասը ամբողջովին դուրս է եկել իր ֆունկցիաներից
ու ծառայում է որոշակի ուժերի, որտեղ որ սիրում են աշխատել հենց կոմպրոմատներով եւ ինֆորմացիաներ ունենալով հարևանների, բնակիչների որոշ խմբի եւ այլն։ Հիմա ես ուզում եմ նաեւ ասած հերթով ներկայացնել, այնտեղ մեջբերում էին Փաշինյանին, թե իբր նա Չուլանա անվանել, ես սա հատուկ դնում եմ այն հատկապես այն երիտասարդ աղջնակի վրա համար, ով գուցե դիտի ես եթերը ու տեսնի, թե իրականում ինչից ինչ է դարձել, խնդրեմ։ Ինչ է ասում Փաշինյանը, մի վարքյան, ես հատուկ նաև տգետների համար։ Կներեք, հա, մի վարքյան։ Ով որտեղ ինչ ոչ պետք։ Մի րոպե, ահա։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի 5 կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տենում ես տեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի 5 շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր 5 կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է այսքան կեղծ, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Ես պահանջում եմ, որ այնտեղ ստանդարտներ դրեք։ Չի կարա մեկը իր 5 կոշիկները տանի եկեղեցուն պահի։ Ասենք 7-րդ դարի, 9-րդ դարի, 11-րդ դարի եկեղեցում տանի իր 5 բաները պահի։ Կամ միջոցառումներ են անում շատ լավ, ոչ մեկ դեմ չի։ Հարիսա են կեպում, մատաղ ենք անում, ես ենք անում, են ենք անում, շատ լավ։ Հետևներից թող մաքրեն։ Դա իմ որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու եւ համոզված եմ բազմաթիվ մարդկանց ինձ վիրավորում է, որ ես մտնում եմ այնտեղ տենում եմ աղբանոց են սարքել։ Հիմա, քանի որ այդ քահանան ինձ բլոկել է, այնուամենայնիվ իրեն ցույց կտան, նա ինձ գիշերը 3-ին է դեռևս բլոկել, ես նախապատմությունը ձեզ կպատմեմ։ Խնդրում եմ, սիրելի հավատացյալ ժողովուրդ, ինձ ասեք, սա հակաեկեղեցականի խոսք է, թե սա եկեղեցու մասին սրտացավ մարդու խոսք է, անկախ ամեն ինչից հարգում եք Փաշինյանին, չեք հարգում, ինձ ասեք, եկեղեցու աղբից խոսողը, որ եկեղեցիներում այսպիսի բաներ կա, դա սրտացավ մարդու խոսք է, թե եկեղեցին վարկաբեկողի։ Իմիջայլոց, Անդրանիկը ստեղ է, հեսա, Սարգսյան, հեսա ես դրա մասին էլ կասեմ։ Ես եթերով նկարել չէ, որ են փոքր մատուրատիպ հատվածում, են մյուս եկեղեցում, երրորդ փոքր, այս ձախ ու աջ կողմերում բաներ կան լցված, նկարել էի։ Պարզվում է, երբ որ ինձ քաշում են այս կողմներան, տանում են այն կողմ, այդ բախման ժամանակ, մեր Անդրանիկը երկար նրա հետ խոսում էր այդտեղ, դրա ներսում ու ցույց էր տալիս, ասում էր, բայց սա ինչ է։ Ու գիտեք, սա ինչ է պատասխանում, ես ուղղակի չգիտեի, հետո ես Անդրանիկին ասի, ինչ եք այդքան խոսում ասես։ Գիտեք ինչ է պատասխանում։ Ասում է դա աղբ է։ Ասում է դա աղբ է։ Այնտեղ իկոնաներ կային հին բան։ Ասում է դա աղբ է։ Ասում է բա աղբը խիղճ դրե եկեղեցու ներսում։ Այ դրա մասին է ասում Փաշին, չի ասում եկեղեցին չուլանա։ Ասում է եկեղեցին չուլանացրել եք։ Ով ինչ ուզում անում է, ոնց կարա սենց լինի, ախր եկեղեցին մենք գնում ենք հաղորդակցվելու Աստծու հետ։ Սա սրտացավ մարդու խոսույթ է, թե ոչ։ Թե հակաեկեղեցի ու ով է այստեղ դառնում այդ հակաեկեղեցական։ Սա էսպես։ Բայց ես ուրիշ բան եմ պարզել այս ընթացքում, ժողովուրդ ջան, իմ ընկերների մի քիչ ավելի
մասնագետ ընկերների հետ զրուցեցինք, իհարկե առաջիկայում կփորձենք ազատչփում հաղորդման ընթացքում այս թեմայով եթեր անել, խոսեցի թե Ալիկի հետ Սիրունյան, ով մի ժամանակ շատ հետաքրքրված էր այս թեմաներով, ես էլ հետաքրքրված, բայց հիշողությունս պետք էր թարմացվեր, թե մեր ընկերներից իրավաբան Հակոբ Ջանգիրյանի հետ եմ խոսել, անգամ ուզում էի մեր Արմանին էլ զանգեի կամ Ձյաննային, բայց արդեն ոնց որ մի քանի բան է ինչը որ պետք էր արդեն պատրաստ էր։ Հիմի ասեմ, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Քանի որ խոսքս ուղղել եմ ի սկզբանե հավատացյալ համայնքին, ես ուզում եմ իմիջայլոց ասեմ, որ ես երկուշաբթի օրը հարցում եմ ուղարկելու պետրեգիստր, որպեսզի նախ իմանամ, թե որ եկեղեցիներն են, որ համարվում են պատմամշակութային կոթող եւ դա պատկանում է պետությանը, ուղակի ոնց որ կոպիտ ասած արենդով տված է եկեղեցուն, այսինքն որ նրանք այդտեղ բանը ցիսական իրենց բանը կատարեն։ Եվ կան եկեղեցիներ, որոնք որ այո, եկեղեցունն են։ Բայց անգամ այս պարագայում խնդրահարույց է, որովհետև եկեղեցին ինքը իրավաբանական անձ է հանդիսանում։ Այսինքն, օրինակ բերեմ, կոպիտ օրինակ կարող է լինի, անկար չկարծեմ, հիմա էլ չտնեն ասեն, ինչն է ինչի հետ համեմատում։ Ես միտքը որ ճիշտ ըմբռնենք, օրինակ սուպերմարկետների ցանց պատկերացրեք, որ իրավաբանական անձ է։ Այնտեղից կարող են նա իրականացնում է առևտրային ծառայություններ, չէ՞։ Չի կարող լինել մի քաղաքացի, ում այդ սուպերմարկետների ցանցերի տերը մենակ նրա համար որ չի սիրում, չթողնի որ սա այդ խանութից առևտուր անի։ Չի կարող նման բան լինել։ Հասկանում եք։ Այսինքն կան այո եկեղեցիներ, որոնք որ իրենցն են, եկեղեցուն է պատկանում, ինչ որ ժամանակ ինչ որ բաներ են արել, չգիտեմ, եւ կան եկեղեցիներ, որ պետության վերահսկողության տակ է, այս իմաստով իրենք լինելով իրավաբանական անձ չեն կարող որևիցե մեկին վռնդել եկեղեցուց, անգամ եթե իրենց պատկանող եկեղեցին է։ Ուրեմն տեսեք, հիմա կոնկրետ Մարմաշենի պարագան կարդամ մի հատ, շնորհակալություն դեպի Լուիս Էջի տիրոջը, այսպեսի հրապարակում տեղադրեց ինձ մոտ, խնդրեմ, որ դուք էլ տեսնեք, Մարմաշենի վանական համալիրը սեփականության իրավունքով չի պատկանում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, այն որպես պատմամշակութային ժառանգություն պետական պահպանության ներքո գտնվող եկեղեցական համալիր է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցված է միայն օգտագործման իրավունքով։ Տարիներ առաջ Մայր Աթոռը դիմել էր իրավասու կառույցին սեփականության իրավունք ստանալու համար, բայց մերժվել է։ Ինքս տեսել եմ հիշատակածս դիմումը։ Կոնկրետ Մարմաշենի վանական համալիրը սեփականության իրավունքով չի պատկանում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, այն որպես պատմամշակութային ժառանգություն պետականության պահպանության ներքո գտնվող եկեղեցական համալիր է։ Հիմա այնտեղ ինչ էր։ Փայով էր։ Փալոին, լավ։ Այստեղ փալոին ասեմ սենց։ Դեր փալո։ Սրա տերը ես եմ։ Տերուտ իրական, որ ասում էր, ես եմ, դու չես։ Ընդ որում, շատ հնարավոր է, որոշակի վարքագծիտ պատճառով, ես քեզ վռնդեմ, այնտեղ դուրս շպրտեմ, հենց թելից էդ բռնեմ, շպրտեմ, հասկացար, դու այնտեղ ծառայություն իրականացնողն ես, Փամփյոն, հա, Արտուրը լավ անուն գտա, տեր Փամփյոնը, հա, հասկացար, Նախշունջան, հերթով գնա, ես վաղը հարցում եմ անելու, հենց այս բանով, պետրեգիստրին, պարզելու համար, թե
որոնք են հայ պատկանում, որը արես կյանք են լորի։ Տեսեք, անգամ, չէ, Մերի ջան, արի ճիշտ հասկանանք, այդ դեպքում իրավունք չունի, բայց անգամ եթե իրանց, դեպիլ է կարա, բայց եթե անգամ իրանց բանի ներքոյա, միևնույնն է, էլի չեն կարա, իրենք կարող են, օրինակ, եթե մեկը մտնի եկեղեցուն որոշի, որ միզի կներեք, այո կարող են վերցնել թևից և դուրս շպրտեն և դա ճիշտ է, այսինքն որոշակի բարեվարկությանը նրանք կարող են հետևել ու որոշումներ կայացնել, ասենք մեկը տկլոր մտնի եկեղեցի, ոչ են թողնելու, դե որովհետև ընթացքում մարդիկ որոշում են, որ կարելի է զանգել օրինակ, այդ դրա համար էլ ձենը սենց եղավ։ Ժողովուրդ ջան, նորմալ է հիմա, եկեք փորձենք նորմալ է, կտրտվում է էլի։ Ժողովուրդ ջան, էլի կտրտվում է, թե, աստորեն, կա, գնացենք, հա, ձայնը, հիմա էլ է կտրտվում, հա, ասում են կա, մի հատ update արեք ժողովուրդ ջան։ Ուրեմն տեսեք, ես հարցում եմ անելու պետրեգիստր և նախ դրանք հասկանամ և նրանց կանոնադրությանը պիտի ծանոթանամ, որովհետև իրենց կանոնադրությունը շատ խնդալու է իմիջայլոց։ Այս իմաստով ինձ շատ օգնեց, ես էսի սկրինով ունեի, բայց կորցրել էին նախորդ հեռախոսիս մեջ էր, ես շնորհակալություն Ալիկին, սա ինձ ուղարկելու համար, որովհետև հիշում էի, որ ինքը պիտի որ ունենար։ Սիրելի հավատացյալ հոտ և սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ասացեք խնդրեմ, ահա կնիքով սերոքսա, Գարեգին բեսի ստորագրությամբ։ Ուրեմն, ինչի է հանկարծ 30/08/2011 թվականից անունը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու փոխվում։ Ու դառնում գիտեք ինչ։ Հիմա հարցնում եմ ժողովուրդ ջան, ինչպես է կոչվում այն ինչին, որ մենք անվանում ենք կարճ Հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Գիտեք։ Կարդամ։ Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի տարածքի վրա գործող Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի նախաշավիղ։ Հիմա, քանի որ էսի այ կներեք, հեսա մի հատ բան անեմ, ստեղ, ես հիմա ուրիշ թուղթ կփորձեմ ցույց տալ ձեզ, հարգելիներս, որտեղ որ շատ ավելի այլ բան է պարզում, խնդրեմ, տեսեք, Էնի կնիքովներ, առաջին էջներ, երկրորդ էջն ասա, այսինքն սկսում է կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի տարածքի վրա գործող Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նախաշավիղ 21-12 արդեն 2000 թվի վերագրանցված կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների մասին Առաջին կետը կարդանք Կանոնադրություն Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի տարածքի վրա գործող Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նախաշավիղ անվանման փոխարեն կարդալ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի Այսինքն կանոնադրությունը Ոչ չգիտեմ ինչա նշանակում, ոչ կանանք միասին խորենանք, ես եմ, միջև պարզենք։ Երկրորդ կետը, Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի տարածքի վրա գործող Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նախաշավիղ կանոնադրության երկրորդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ, հոդված 2
չսահմանափակելով Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ավանդական եւ սույնով ամրագրված իրավունքները Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին օգտվում է իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից ներառյալ Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում որևէ տեսակի գույքի սեփականության տնօրինման տիրապետման եւ օգտագործման իրավունքից եւ դրա հետ կապված այլ իրավունքներից հիմա ասեմ սրա ուժեղը որն է ժողովուրդ ջան դուք գիտեք որ եկեղեցուն պատկանող գույքը առհասարակ դրամական միջոցները էլի ըստ կանոնադրության ես ինչ ասում եմ ըստ կանոնադրության իրենց ամբողջովին տնօրինվում են Գարեգի բեի կողմից մի անձնյա չէ սա ոչ թե ես փաստ եմ արձանագրում էլ կանոնադրությունն է իրանց հասկանում եք կանոնադրությունը հետևյալն է որ եկեղեցիների գույքը ու դրամական միջոցները Գարեգին բեսը տնօրինում է մի անձնյա Ուրեմն, այս իմաստով պետք է նախ եւ առաջ ստուգում անել հասկանալու համար պետրեգիստրը ոնց է սա հաստատել, տենց կանոնադրություն հաստատել ոնց մի կողմից հաստատել է որպես իրավաբանական մարմին եւ մյուս կողմից ամբողջ գույքը եւ ֆինանսական միջոցները մի անձնյա Չէ, ոչ թե հարսնապետությանը փոխտալը չտալը չէ, այսինքն խորհուրդ չի, այսինքն ինքը ինչ ուզում, մենակով կարա որոշի ինչ անի, գույքի ու փողի հետ, միայն ակա տնօրինում, հասկանում եք սա ինչի մասին է, ու սա հաստատել է պետրեգիստրը, Որպես օրինակ ձեզ ասեմ, ես երբ որ մեր հասարակական կազմակերպությունը գրանցում է պետրեգիստրում, այդ աղջկա այդ արդեն այնքան ենք հեռախոսով կապի մեջ եղել, ինձ թվում էր ես իրան որտեղ տեսնեմ, կճանաչեմ։ Անընդհատ զանգում էր ամեն տառն ու բառը, մենք կանոնադրությունը գրել ենք, տարել ենք, ամեն տառը բառը ասես նյուանսներ կար, որ պիտի շտկվել, որպեսզի համապատասխանի սահմանադրության օրենքներին ամեն ինչին, հասկանում եք, բառ ենք անգամ շատ դեպքերում անցել։ Ինքը զանգում էր ինձ, ես զանգում էի մեր պաստաբան Արմանին, պաստաբան Արմանս դատարանից դուրս էր գալիս, ընկնել ինչ է եղել, այս բառը ինչով փոխարինենք, որ չխախտվի մեր գաղափարախոսությունը, ու ասես գտնում ենք։ Մի խոսքով, այստեղ մի ամբողջ Я բախտի էլի, հա, օքեյ, թող մի հոգի դա անի, իա։ Զավթիչ երկու։ Այս ամեն ինչի մեջ ինչն է ինձ համար ամենախնդալուն, որ Հայաստան դաշինքը պարզվում է իր սատարումն է հայտնել։ Ողբամ ձեզ եկեղեցականներ, որ ձեր պաշտպանը ալբանացին է։ Ալբանացին Հայաստանում հայերից փորձում է պաշտպանել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Արա ինչ ուժեղ երկրում ենք ապրում, հզորը ամեն ինչ ջրի երես է հելել։ Այդ դրա համար է մեզ թվում խառնվել է իրար, չէ, ոչ մի բան չի խառնվել, ընդհակառակը։ Պարզապես ամեն բան ջրի երես է դուրս եկել, ու մենք մի քիչ սովոր չենք ըմբռնելու արագ կողմնորոշվելու, թե ինչպես վարվել, ու դա նորմալ է, ոչինչ, կսովորենք ու ամեն ինչ կդնենք իր ճիշտ պոլկի վրա։ Ուրեմն, այս սրիկան, այս տգետը, իմիջայլոց ասեմ, որ էլի մարդիկ են գնացել, հենց այդ նույն գրառման հետքերով, շատերը ինձ անձնականով գրել են, որ իրանք են գնացել այդ նպատակով, առանձին տղերքի խումբ ա եղել, որ
իմ եթերի հետ իրանք էլ են որոշած եղել, որ այսօր գնան, հետո որ եթերս էլ տեսել են, փորձել են խմբով գալ, շատով գալ, հա, բայց չենք փաստորեն այնտեղ հանդիպել, բայց այսպեսի մի խոսակցություն է տեղի ունեցել։ Ես հիմա իհարկե անուն ազգան չեմ ասի, որովհետև չեմ հարցրել կարելի է հրապարակայնացնել թե ոչ, բայց օրինակ հիմա որ եթերը ինչ որ վիդեոն կդնեմ իր մասին չի խոսքը, այդ երիտասարդին շատ հարգում եմ ու իհարկե շատ դեպքերում մի փոքր դեռևս ամփոփ է, բայց ինքը քայլեր է անում ու ինձ դա դուր է գալիս եւ ես պատրաստական եմ նրանց օգտակար լինել։ Այսպեսի բան կա մի հատ, շատերը նկատած կլինեք։ Դուրս շպրտող չկար։ Գնացինք գալու։ Խոսքի տերը չեղավ, դուրս չշպրտեց մեր հոգևորականը։ Մարմաշենից դուրս են գալու։ Ձեզանից դուրս շպրտող չկար։ Ձեզանից շատերը երևի հետևում են, բայց իրենց հետի տղաներից մեկն է ինձ գրել ու ինչա ստացվում։ Ասում է, երբ որ ասեցինք բախի ես տենց բան գրել, դե արդեն ինձնից հետո է, մի քիչ երևի սկսել է սառը ցնցուղի ցնց բանի տակ է եղել։ Ասում է, մեզ ասեց, որ բռնկվել է ու այդ բանի տակ է եղել, էլի, կներեք, ասեց, որ ներվային պորտկման ժամանակ է տենց բան գրել։ Հիմի ասեմ, պարոն Տահասին, ով հանդիսանում է եկեղեցում քահանա ու խորհուրդ է տալիս բոլորիս Աստծու հետ մեր կապը պահել։ Պարոն Փամփիոն, Տեր Փամփիոն, երբ որ ներվային պորտկում ես ունենում, դու եկեղեցու սպասավոր ես, հենց տեղում կարաս ծնկես աղոթես։ Էլ կարիք էլ չկան նստել մեքենա, գնալ հասնել եկեղեցի, մեկ էլ պարզվի եկեղեցին փակեր, չէ, էդ է, հենց տեղում ծնկում ես, աղոթում ես։ Հասկացար, տեսար, որ դուք Աստծուց շատ հեռու եք կանգնած, ու երբ որ ձեզ ասում ենք հիմա, իհարկե, այո Սոֆիա ջան, գրությունն էլ հեռացրել է, իմիջայլոց գրությունը հեռացնելու հետ կապված, մի վարկյան, մի բան էլ ցույց տամ, շատ բաներ կա, բայց չեմ ուզում շատ ձեզ ձանձրացնել, մի բան էլ ցույց տամ, ուրեմն հանկարծ այն մյուս տահաս անձնակազմը, այն ազգի պարակտիչ լրագրողները, ըստ էության ովքեր որ տեսակ են երիտասարդ աղջիկը, որ բերել ասում են, հեսա ու ես իրան բացատրում եմ, որ դա կեսից է դրած, այդ լրագրողները, ովքեր հենց այս պարակտումն են սերմանում, դրանց էջերից մեկը, ահա այս էջ, Փաստինֆո գործակալություն, գրել է, արդեն շարունակում են, էլի, բան են սկսում, ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել է ու քահանայից կադաստրի թուղթ ուզել։ Ուրեմն ես էշերին ասեմ, չնայած ընդեղ իրանց մոտ մեկնաբանություններում գրել են, որ ես ԿՊ-ական չեմ, չնայած դա նորմալ է, մարդիկ կուսակցական են լինում ամենատարբեր կուսակցությունից, ամեն դեպքում ալբանական չեն հաստատ։ Եվ երկրորդ, եթե այս գործողությունը եղել է սխալ, կարանք իմանանք, քահանան ինչի է իր էջից հետո հեռացնում դա, ասենք այսօր գնում ենք, մենք հետ ենք գալիս, հետո իմանում ենք, որ հեռացրեց այդ միջադեպից հետո, ինչու, եթե ինքը ճիշտ է։ Չէ, Աննա ջան, դա անհնար էր, հեսա ես կասեմ ինչու, որովհետև դա նախապատմություն է։ Ինչու է հեռացնում։ Ախ, համ ձևակերպումն է էշի, համ ձև մոտեցումն է էշի, ասենք հիմա էսի ում համար եք գրել այդպես։ Այստեղ դուք փորձել եք մի հատ կպնեք ԿՊ-ին, հետո գնելը գնացել հայհոյել է, տենց ապուշա էլի, տենց գնում ինքը տենց տերտերատենում հայհոյում է բան։ Ու ձեր էլեկտորատի համար, հիմա այն մյուս այդ էլեկտորատի ներկայացուցիչներին ասեմ,
Ամբողջ եթերը կա։ Ահա ինչով են ձեզ կերակրում։ Իմիջայլոց, եթե դուք ուզում եք, որ մենք էլ կարող ենք այդպես կերակրել, բայց մենք դրա խնդիրը չունենք, որովհետև մեր խնդիրը այն չի, որ էլեկտորատ պահենք, մարդկանց խաբենք, խաբելով նրանց մեջ ատելություն սերմանենք, բայց վստահ եղեք, ես հեսա օրինակը կբերեմ ու դուք կտեսնեք, բայց վստահ եղեք, որ եթե ցանկություն ունենանք, այս ձևով ձեր հետ վարվելու, այս զենքով ձեզ հետ կրվելու, քարը քարին չենք թողնի, օրինակ, ժողովուրդ ջան, օրինակ, դες ծանոթ երևույթներ են երևի ձեզ համար, հիմա ասենց հլեյտամ, իմ Facebook-յան ընկերներից մեկը ուղարկեց ու ասեց, որ այդ մասին ուշադրություն դարձնեմ, խոսում են, դե բնականաբար խոսալ որն է, բառաչում է, Այն հակառակը ուրաշն ով ասեց որ տգիտի։ Չէ, բայց խոսքը չի ասում հիմարին ինչքան ուզում ես բացատրի, ինք ամեն ինչ գիտի։ Բայց կարելի է այդ առաջին քրիստոնյա երկրի ղեկավարը այդ աստիճան լինի անտերյակ։ Գնացեք դիտեք կադրերը։ Գոնե մի անգամ սրբազանի աչքերով, պրոֆեսիոնալ աչքերով։ Տնաշեն դաշնամուր նվագել գիտես։ Իդի չէ դաշնամուր նվագել գիտես, ետ դժվար է, եկեղեցական որոշակի նվազագույն, գիտե քրիստոնյական նվազագույն գիտելիքներ ունենալ, չհավատալով, մի հավատա, չես սուրում հավատալ, մի հավատա, Քրիստոս չի հարություն արել, լավ չի հարություն արել, ասված չկա, ոքի ասված չկա կեզ համար, բայց գոնե իմացի, հիմա, պատկերացրեք, այդ հատվածը լսեցիք, չէ, միտքը ըմբռնելի է, չէ, հիմա պատկերացրեք, որ ձեր նման ենք սկսում աշխատել, ձեր սրիկաների նման ենք սկսում աշխատել, կտրում ենք այս հատվածը, օրինակ, ինչպես որ դուք եք անում։ Ասված չկա, ոքի ասված չկա կեզ համար, բայց գոնե իմաց։ Կտրում ենք այս հատվածը, աստված չկա, ոքի աստված չկա, Հիսուսը հարություն չի առել, աստված չկա, դա կտրում ենք, դնում ենք ու վերնագիր ենք դնում, ասում ենք Աճապարյանը իհարկե fake էջերով հիմնականում մի 5000 հատ լցնում տարածում ենք տեսեք Աճապարյանը ինչեր ասում այս սրբապիղծ ասում է որ բանա չկա աստված բան ուսես բաներ ու սկսում ենք տարածել մարդկանց մեջ ոնց կլինի ինչ եք կարծում կայֆ կտա Չէ, որովհետև իրականում դա չի ասում, չէ, ինչքան էլ ես համաձայն չլինեմ, ինչքան էլ միսերի պակասնել սա չի, բայց չեմ ասի, չէ դա, չենք անի, չէ այդպես, չենք անի, որովհետև մենք այդ խնդիրը չունենք, մենք հակված չենք ատելություն սերմանել ձեր դեմ, մենք փաստերով ենք սիրում խոսել, վերջ, բայց ես Վիդեոն օրինակը բերեցի, տեսակ չէ այդ հատվածը, որ ասում Աստված չկա, Քրիստոս չկա, ասես բաներ է խոսում Աճապարյանը, բայց մտքի կոնտեքստը ուրիշ տեղ է, ճիշտ է, որքան էլ համաձայն չլինենք, ամեն դեպքում այդքան տեղը չենք կտրի դնենք, ասենք տեսեք ինչ է սա ասում։ Բայց դուք ո՞նց եք տենց անում։ Ու հիմի ձեր հետևորդներին հարց եմ տալիս, արա խի են ձեր հետ տենց վարվում։ Խեք այդքան տակարամիտ ու թույլ եք տալիս, որ ձեր հետ այդպես վարվեն։ Մեղք եք ախր չի, հիմա իմ խնդիրը ձեզ դա բացատրելն է գիտեք ինչի, որովհետև դուք իմ Հայաստանի, մեր բոլորիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն եք, ես չեմ ուզում, որ նման կեղծ ստահակների պատճառով իմ երկրում պառակտումներ, կարող են հակասություններ լինել, բայց պառակտումներ, որոնք վնասակար են պետությանը, չի կարող լինել։ Մի փոքր էլ առաջ գնանք, այս սրիկաների հետ կապված։ Ուրեմն, ես չգիտեմ, Մշո Առաքելոց վանքի կռիվը երևի ծանոթ եք, երբ Անդրանիկը իր քաջերով, 37 քաջերով մտնում Առաքելոց, Մշո Առաքելոց վանք, շքեղ պատմություն է դա,
եւ ուխտ են կապում, որ պիտի այնպեսի կռիվ տան, որ աշխարհը լսի դրա մասին ու հասկանա ինչա կատարում մի խոսքով։ Հազարավոր թուրք բաշիբոզուկներ, քրդական ջոկատներ, թուրքական զորք կանոնավոր գալիս են ու չեն կարողանում 37 հոգով 40 օր պահում են, մնում են այդտեղ։ Իհարկե սրանք արդեն ուղարկում են դեսպան, որ բանակցում բա մի խոսքով։ Հետո դուրս են գալիս, ինչ որ մի օր գիշերը թակուն, երբ որ արդեն հնարավորությունները սպառված են, դուրս են գալիս, վանքի քահանան դուրս չի գալիս հետները։ Ասում եմ, բարձր, որ դուք գնաք, իրանք մտնելու են եկեղեցի ու փորձեն, ես չեմ կարող լքել եկեղեցին, բայց որպեսի նաև գերի չմնա նրանց ձեռքը կամ մի խոսքով, ինքնասպան է լինում, բայց ինքնասպան է լինում տղերքին ճամփելուց հետո։ Զանգեր ողանջելով, ուշադրություն շեղելով, որ նրանք կարողանան ճեղքել զորքը դուրս գալ, ինքնասպան է լինում։ Հիմա սրանք այսօր նստած, բա մենք Արցախը, բան, ասեմ ձեզ, երբ Կիրիլը գնացել էր Մեհրիբանին շքանշան էր տալիս, ձեզանից ոչ ոք Արա Թադևոսյան, ոռունես կգաց դեմս կխոսած։ Եղավ արա, դե իմի ռադ եղի դավայ։ Չեմ տեսել ստեղես ինչ ա կատարվում, չհասկացել։ Դե վերջում կնայեմ էդի հետ չի, մի չեմ ուզում կենտրոնանամ մամմաները նես կլացածնեմ կյանքում, էշին քերի գորալով կֆրֆրանար, ով են սրանք։ Ձեր հետ եմ խոսում Ժորժան, ոչինչ, դրանք թող այդտեղ տարապ են, բաներն են, բան, ես ինչեր են, իրաց մամաներն են իմ եթերը նայում, ինձ ծափարում, ասում են մեր ես բջերը որտեղից ծրտան գնելի պես տղա դառնային, էլի։ Նորմալ է, ոչինչ, խանդ է, հասկանում եք, նորմալ։ Հա, իմի, երբ որ Կիրիլը Մեհրիբանին հեսա կասեմ նաև խի եմ իրանք այդ բառերով խոսում, հայոյանքներ գրում, այդրանք ինձ չեն հայում, ֆեյք էջեր եմ, բայց հեսա ես դա էլ կասեմ, լավ, կարճ ասեմ, դա գրում են, ռազմավարություն է, հստակ, իրանք մարդիկ չեն դրա հետևը նստած, մարդ չկա դրա հետևը նստած, ես մի պատավր են հեռախոսները շարած ու իրանք բանը տված է, պալանը, որ երբ որ ես մարդեմ մտնում է, իրանք սկսեն լսնել, որպեսզի մյուս մարդիկ, կան այդ նորմալ մարդիկ, մտնեն, ուզենան մի բան գրեն, տեսնեն հայոյան կա, հանկարծ չգրեն, և դրա իմաստով ալգորիթմը կսկսի արդեն թարս աշխատել։ Այսինքն նրանց խնդիրը ինձ հայոյելը չի, ձեզ պատասխանելը չի, նրանց խնդիրը շատ ուրիշ տեղ է, ցավները տանը, դա սկսեք հասկանալ, ընդամենը բանի տեղ մի դրեք, հետո ես ետրից վերջում կմաքրեմ։ Ուրեմն, երբ որ Մեհրիբանին Կիրիլը շքանշան էր տալիս, ստեղ սրանցից ոչ մեկ չհրաժարվեց իր շքանշանից։ Չասես, պրացես տաներ, էլի, հաներ, ծերասեր ես չեմ կարա լինեմ Մեհրիբանի հետ հավասար, քեզ համար իմ սիրելի ավակ եղբայր, ու տեմ ճտկա կոշիկըտ, չեմ կարա։ Սա մեկ, երկրորդ, Արցախի եկեղեցիներից են խոսում, մի քահանա, մի սրբազան չտեսանք, եկեղեցում մնար ու ինքնասպան կլներ կամ մեկին կասեր, կամ թող ինչ անում են անեն, չլեկեր եկեղեցին, մինչև վերջ թող չլեկեր, թող հերոսան արը տենց, թող այդ անունը մի հոգու անուն լիներ, պահեինք գոնե մեզ համար հերոսացնենք, պատմության մեջ դնենք, դասիրակչական չգիտեմ ինչի համար բարոյականության, հասկացաք, չեղավ տենց բան, ինչպես որ չունեցանք նմանատիպ գեներալներ, ովքեր ուղիղ պատասխանատուն էին պատերազմական գործողությունների վարելու, չտեսանք տենց բաներ, հիմա էլ թե բա կաթողիկոսը գնացել է Շվեյցարիա, որպեսզի գերիների մասին ձայն բարձրացներ, տո լավ է,
Գերիների մասին ձայն Կիրիլի մոտ կարար բարձրացներ։ Մինչև յուբկեն լեզելը կար այդքան։ Բախյա հույսը Շվեյցարիայի վրա դրել հանկարծ։ Լավ, եթե անգամ հավատանք, որ կողից իր գործը անելու համար չգնացել։ Բա ինչ գործ ունեք աշխարհի հետ, Եվրոպայի հետ, Արևմուտքի հետ, ինչի եք այնտեղ ձայն բարձրացնում բա։ Որովհետև դուք պրիզնատ չեք գալիս, որ դրանք են այն երկրները, ովքեր որ կարան մի բան անեն։ Այս դրանով, ձեզանից ոչ ոք Ռուսաստանում հələ ոչ մի հայտարարություն չի արել նորմալ։ Ոչ ոք անգամ ուլտիմատում չի դրել։ Ոչ մեկ շքանշանից չի հրաժարվել, որից նաև մեղրի բանը ունի, արա։ Հիմա նախապատմությունը ինչպիսինն է։ Ես երեք շատ ոգևորված միջոցառումից հետո գնում ենք դե օֆիս, գրասենյակ, հետո ուշ ժամի գալիս եմ տուն, ուշադիր դե չեմ եղել, նայում եմ թե ինչպիսի արձագանքներ կան եթերից, իմիջիայլոց ասեմ ժողովուրդ ջան, որ այդ Facebook-յան եթերով չենք բավարարվելու, այնտեղ պրոֆեսիոնալ նկարահանում է եղել Free-News-ի տեխնիկաներով եւ օպերատորների օգնությամբ, շնորհակալություն նաեւ Free-News-ին տեխնիկական աջակցության համար, ու պրոֆեսիոնալ մոնտաժ կանենք, մոնտաժ ասելով մաքուր սիրուն ձևով, ու այդ ամբողջը ես կտեղադրեմ թե YouTube-ում, թե Facebook-ում, ու դա կմնա։ Բայց այսպես կա, կարող եք նաեւ այսպես դիտել, հա։ Ուրեմն գալիս եմ տուն ուշ ժամի, բացում տեսնում եմ այդ տենց գրառում է մի հատ ֆռում։ Արունը տալիս է գլխիս։ Վերցնում իմ գրառումները տեսել եք երևկվա, գրում եմ։ Չեմ կարում քնեմ։ Գիշերը ժամը 3-ին իմ երկխոսությունը հրապարակման ենթակա չի, որովհետև շատ կեղտոտ բառեր եմ օգտագործել, անձնական երկխոսություն է։ Բայց առանձին մարդիկ, որ ցանկանան ծանոթանալ, ես ցույց կտամ սիրով։ Գրում եմ այս Տեր Փամփյոնին ու ասում եմ, ինչ որ պիտի ասեմ, տնավար եմ ասում։ Սա այսպես իր արևին փորձում է պատասխանել, եւ ինչքան ուզում է պատասխանել, մի խոսքով։ Դուք կատաղած, արունը երում է մեջս։ Մի խոսքով։ Մեկ էլ բա, այս ամենը արդեն ոստիկանությունում, հենց բաներ է խոսում։ Վերջը բլոկում է ինձ։ Բայց գրում է, դեպի ծիպը կգաս, կտեսնես, եթե իհարկե կգաս, բաներ։ Այսօր դու գնում եմ։ Հա, իմիջիայլոց ընդեղ մի հատ տեղ կար, որ ինքը փորձել էր տենց ցույց տալ Նանսյանի վրեն շլոր կա, հա։ Ես քեզ այն օրն եմ գցելու, որ դու մամա գոռաս։ Այսօր որ ասում են ֆուֆլու է, նաև դրա համար եմ ասում, որովհետև ինքը ովա որևէ մեկին ինչ-որ օր կացի է, տեսակ բոլորի դաշկի առաջ, ես երկար էլ մնացի ու գնացի։ Մի խոսքով, այս ֆուֆլոն, Տեր Ֆուֆլոն, այս Փամփյոնը ոնց որ ավելի լավն է, այս չէ լավ, Տեր Ֆուֆլոն, թող տանցան, կամ այն էլ թողել միայն էլ, ոչիշ, մարդկա 5 տածական է։ Այսօր որ գնում եմ եկեղեցի, սկզբում հանդիպում եմ մի հատ ուրիշ քահանա, Տեր Հարություն էր, Հովհաննես, ես չգիտեմ։ Ու սենց ուզում է հասկանա մեր տրամադրությունները, հա, դե սպասում էին իրանք։ Առանց վիրավորանքի, բայց շատ կոպիտ խոսելով իր հետ, դու ով ես դեմս կանգնես, հա, այս կոմարի մի հատ, ու ուզում է սադրի, վեճ է ուզում սադրի, իսկ ներսում պատարակ է, ես հասկանում եմ ինչ ուզում է, հիմի կանգնել է դեմս ու խոսում է, ասում եմ, այս խաչըդ կհանես, այս պիլոնըդ կհանես, տեղ կասես, կգնեմ կասեն դու ով ես արա, դու ես կարաս տուն մտնելուց իմ դեմը կանգնես, ես եմ նարի մի հատ, ինքը հա ուզում էր սադրեր, վերջը բրախեցի դրան էյան, դա ներս դե արդեն մնացածը արդեն տեսակ, աղբներ տեսակ, ընդ որում
Ասում եմ, մեր Անդրանիկի հետ խոսելու ընթացքում մենք մտածում ենք ավելորդ իրեր է երևի, պայեստի տեղ են օգտագործում, պարզվեց չէ։ Ինքը իրա բերանով ասում է սա աղբա։ Ու հիմի հարց է առաջանում։ Այս տեր Փամփյոնը, որ որոշել է, որ սխալվել է, ասում է, որ դա ներվային պորտքում է եղել իր մոտ, սենց մասնավոր զրույցներում, հարց է առաջանում, վուրդի, բա դու չես ուզում մի հատ ներողություն գրես, մի հատ երկու բառ, ընդ որում մի ամբողջ եկեղեցա տեր ես, այն որ ասում էր իմ մնա ես տեղի տեր ու տիրականն եմ։ Բա պիտի մտնես ներողություն գրես։ Այլապես շարունակեմ մեզ մնալ տեր Փամփյոնը։ Հասկացար։ Հիմա ամենաուժեղն է ժողովուրդը, որ մի քանի ճորտեր եկեղեցու, այն որ ճեմարանում գոմիկ են աշխատել ու իրանց հետույքով սպասարկել են որոշ սրբազանների ու քահանաների ու տաքուկ լրված են։ Սրանք են հարցակվել, ինչ որ բաներ են գրում։ Իհարկե փակ դեմքերով, Մայրամ Աստվածածնի նկարով մտնում քֆուրա գրում։ Պատկերացրու։ Ինչով հաստատում է, որ եկեղեցին մաքրման կարիք ունի։ Այսինքն, այո, այ սրբազան պայքար պիտի սկսի։ Ու կսկսվի։ Սրբազան պայքարը կլինի, որ եկեղեցիները մեր կմաքրվեն պիղծերից։ Ու դուք դա կտեսնեք շուտով։ Կլինի դա։ Դա կանենք մենք ժողովուրդ ջան, բոլորով քիչ-քիչ, քայլ առ քայլ։ Մի բան էլ, այս հայրենիքի համար տառապողները, այս հայրենիքի համար տառապողները, այս իրանց քահանա ու սրբազան ու եսի ինչ հրճակած քերականնիկ ու մորքուր դոմփողները, որ տենց հայրենիքի համար ուշքները գնում է, բա մեծ հարց կա, բա դուք ինչի եք բանակից ազատվում, ինչի չեք գնում բանակ, խի, ու այս հարցը ես տալիս եմ նաև կառավարությանը, ոնց է լինում, որ ինչ-որ մի իրավաբանական անձի մոտի աշխատակիցը շարունակում է բանակ չգնալ, տերները խի չեն գնում բանակարա, այս օրենքով ով է զբաղվելու, տենում եք սիրտները վառվում է, հայրենատենչ, ազգանավեր, ներուժ ունենք, խի չեք տանում բանակ, խի են ազատվում, ախպեր խի եմ հասարակական կազմակերպություն անընդամը չի կարա ազատվի բանակից, ասեք ես չապորոշիչները, խիա որոշվել գրվել, որ իրանք չպիտի գնան բանակ, համ բանակ չէ, նրանք էլ իրաց կողմից չեն առաջարկում, ասեն եկեք մի հատ այս օրենքը վերանայենք, որովհետև մենք հայրենիքի նվիրյալ եկեղեցական ծառայություններ Քրիստոսով խաչով կանգնած մենք ուզում ենք նաև մասնակիցը լինել բանակաշինության, եկեք, մենք, եթե բոլորին չեք տանում, բայց ժամանակ առ ժամանակ ձեզ ջոկատ հատկացնենք մեր տղերքից կազմված, սիրտները վառվում է, մեռնում են արդեն հայրենացավությունից, նրանք էլ իրաց հերթին չեն առաջարկում, ու տենց գնում է, կամ այդ հաշվետվություն կա ճեմբարան ավարտողներից քանիստ են մտնում եկեղեցի ծառայության, քանիստ են տենց պրոստը մի խոսքով համ բանակ չէին գնում համ բանակը
զարթել քարոզն էին իրանց անում, ընդ որում կեղտոտ ձևով շատ դեպքերում, համեր պարադի ժամանակ քայլելով անցնում էիք հրապարակով, արա, սա խեղված իրականություն է եղել, արա, սա մենք ստեղ դրա մեջ ենք ապրել, հասկանում եք, մեր ուղեղը այդտեղ է սենց ճմրթվել։ Են մի բիչինան հերել է այնտեղ տավուշը հանուն հայրենիքի Արցախան, չհասկացանք։ Խիչ է գնացել բանակարա։ Կայֆ է էլի։ Համ չծառայեն, ավարտելուց մտնեն տակ տեղերը կայֆոտ, որոշեն, որ էդի իրանց սեփականությունն է, ու տենց ելնեն հորջորջան, էլի։ Մարկանց ասացնել ոնց ուզեն պատկերացնեն, մանիպուլացվեն, հետո ընկնեն այդ իրանց ասած ներվային ինչի մեջ, այդ բառը շատ լավ, նոպայի մեջ, ու տենց գրեն, հետո ջնջեն, սս բաներ էլի։ Տեր Փամփյոն, ներողության տեքստը կդնես, չնայած ինձ բլոկել ես, որովհետև երեք ձեռիցս մենակ այդպես կարայիր թռներ։ Հա։ Ներողության տեքստը կգրես, որ ես ինձ մոտ կիսեմ։ Կգրես ժողովրդին ներողություն կխնդրես ապուշ արտահայտությանդ համար ու կնշես, որ այլևս երբեք չի կրկնվի։ Չէ, տենց չի։ Գնել ջան, արժեր այդ անաշխատող անհայրենի դուրակների համար այդքան ներվայնա կներեք։ Իհարկե։ Հա, միայն ներվայնան, հա։ Խեղում ու պղծում են ամեն ինչ։ Էլի եմ կրկնում, մեր հավատացյալ հանրությունը թիրախավորված է սրանց կողմից։ Թիրախավորված է։ Ու այո, իմ երկրում ուզում են ոչորեն, դու ոչորեն, հետոմն էլ թող տպեն։ Ու սա պահանջ է, ցանկացած մագնիս, իրանց աշխատողներին գրանցած հաստատքներով ինչքան են ստանում։ Կարող է բան եք անում, թրաֆիկինգի եք ենթարկում, անունն էլ դնում եք, թե ինքը կամավոր է գալիս աշխատում, ծառայում է այդ ձևով եկեղեցում։ Նրան էլ վաղցել ասել եք մի հատ մի տեղ ասեցիք, գիտես չէ, որ վատ կլինի։ Քո սաղ ապաշխարած գաղտնիքները գիտենք, խայտարակ կանենք գեղով մեկ։ Այսպիսի բաներ կա։ Ախ լավ էլի Արտուր ջան։ Մեկ չեմ տեսել, մեր ընկերներից մեկը գրել է բարև Արտուրն ասում է մենք արդեն երրորդ կոֆեն ենք խմում, դու հələ նոր ասում ես բարև։ Լավն է դույն։ Աշկիս վախտին ուրա կորավ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ընդհանուր առմամբ պես եկեք եզրափակենք եթերը, ամեն ինչ պարզ է, բայց նման դետալների վրա կաշխատենք, կհրապարակենք ժամանակ առ ժամանակ, մեր պահանջները կներկայացնենք, ես այս թեման վաղն էլ համառոտ երևի հաղորդման ժամանակ անդրադառնամ, բայց նաև կպատմեմ ձեզ, թե այս ամեն ինչը որտեղից է սկսել։ Իմիջայլոց, ես նաև ձեզ կպատմեմ, քանի որ ոնց հասկացա գաղտնի գրիֆը անցել է, ժամանակը լրացել է, առավել ևս, որ պարոն Աղաջանյանը, եթե չեմ սխալվում, ՀԿՑՊ-ին հարց տվեց, ես հասկացա, որ այդ գաղտնիության բանը անցել է, ես ձեզ կպատմեմ, թե կառավարության շենք, երբ որ ներխուժում էին, ինչի առայժմ մեկ հոգի դատվել։ Ես ես կպատմեմ, թե այնտեղի կամերաների լղոզված պատկեր հանելը ինչ է եղել, մի խոսքով։
Զրուցենք, դեռ շատ խոսալու բան ունենք։ Այս կողոպտիչները երբեք ինչքան էլ այսպես fake անասունի վաստակներ բուծեն, որ կարող են մտնել այստեղ այնտեղ հայոյանքներ գրել, թռնել։ Հա։ Միևնույնն է, դրանով ավելի ու ավելի են բերում նրան, որ ծոծորակները կտեսնեն 26 թվականի ընտրություններում աստիճանները ազգային ժողովի մոտիկից չեն տեսնի։ Ես դա դեռ 21-ին եմ խոստացել, ես հասնելու եմ դրան։ Ես ինքս ժողովուրդ ջան քաղաքական գոնե մինչև հիմի առայժմ քաղաքական բաներ չունեմ։ Հիմա մաքուր քաղաքացիական է ու իմ պետության մասին է, մեր բոլորիս պետության մասին։ Լավ եղեք, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, ամեն ինչ լավ կլինի, հետ չմտածեք։ Ու այս վայնասուններն ու ոռնոցները որքան բարձր են, այնքան ուրեմն ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Այդ կերպով մոտեցեք։ Երբ տեսնում եք ոռնոց, ճբոց, վժոց, ուրեմն ինչ որ միտեղ, ինչ որ մի լավ բան, ինչ որ մի լավ որոշում ընդունվել է, ինչ որ մի լավ նախագիծ ներկայացվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Բարի գիշեր ձեզ։